փաստացի այս օրենքի ընդունումը, որ իշխանության ներկայացուցիչները բոլորը մասնագետ, չմասնագետ, պատկերացնող, չպատկերացնող, լայվերով, տարբեր եթերներով շարունակում են եկամուտների հայտարարագրման մասին խոսել, հիմա իրենց փոփոխության վերաբերյալ կասենք ինչ են կատարել եւ ինչ է սպասվում։ Օրակարգում ընդգրկել ենք 5 հարց, ինչու ենք դեմ եւ ինչու ենք շարունակում դեմ լինել եկամուտների համատարած հայտարարագրմանը, ինչ օրենսդրական փոփոխություն կատարեցին վերջերս, որ այսքան ակտիվ կերպով տարածում են լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հարցերի եւ պահանջների իշխանություններին եւ իշխանություններից եւ ինչ ուղերձ ունենք Հայաստանի քաղաքացիներին։ Առաջին հարցից սկսենք. ինչու ենք դեմ եկամուտների հայտարարագրմանը։ Առաջին բերել ենք ծախսատարություն։ Ըստ աղքատության վերին շեմի 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում տարեկան մոտավորապես 50,000 դրամ միայն եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու համար լրացուցիչ ծախս պետք է կատարվեր։ Քարտի ամսական վճարի սպասարկում, գիտենք, որ էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է որևէ օպերատորից որևէ քարտի ձեռքբերում, որի տարեկան վճարը նվազագույն վճարը կազմում է 6,000 դրամ։ Բջջային հեռախոսի ձեռքբերում շատերի համար, նաև գիտենք, որ նոր սերնդի հեռախոսները չունեն քարտի բնիկի տեղ եւ փաստորեն պետք է նոր հեռախոս ձեռք բերեն մեր քաղաքացիները, որպեսզի քարտը մշտապես ակտիվ կարգավիճակում պահեն։ Հայտարարագրի լրացման ամսական կամ տարեկան միջին, այսպես 30,000 դրամ վճար, որպեսզի իրենց փոխարեն որևէ մեկը ներկայացնի, սա կազմում է շուրջ եւ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճար։ Սա կազմում է շուրջ 50,000 դրամ յուրաքանչյուր քաղաքացու համար, որը նորից եմ կրկնում 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում ուղղակի աբսուրդ է։ Հաջորդը ինչու ենք շարունակում դեմ լինել, որովհետեւ քաղաքացիների համար առաջանում էր խնդիրներ։ Քարտից քարտ փոխանցումների դեպքում, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների փոխանցումների դեպքում, գյուղատնտեսական արտադրանքի եւ շարունակական վերամշակվող արտադրանքի վաճառքի դեպքում բոլոր դեպքերում 20% հավելյալ հարկ էր առաջանում։ Սա պետք է հիշել, որ օրենքով որևէ իրավական ակտով տվյալ գործարքներից հարկ ընդհանրապես չի առաջանում, բայց փնթի փաստաթղթավորման, այսինքն այսպիսի իրավական պահանջի առաջադրման պարագայում մարդիկ պետք է ուղղակի հարկային բեռի տակ մտնեին, որի պարտականություն չունեն, սա պետք է հիշել։ Եկամտային հարկը վերենացում անուղղակի հարկ է, այսինքն բոլոր տեսակի փոխանցումները, նույնիսկ մեմեր էին, եթե կհիշեք, այդպես ռոլիկներ էին պատրաստելու տարածում էին, երբ որ 5 ընկեր կամ բարեկամներ միմյանց միջև 100,000 դրամի պարտքի մարումներ էին կատարում, այսինքն 100,000 դրամ եղբայրը փոխանցում էր հորեղբոր տղային, հորեղբոր տղան մորքուրի տղային, մորաքրոջ տղան փոխանցում էր ընկերոջի եւ այլն, նույն 100,000 դրամն է, որը 5 հոգի շղթայով յուրաքանչյուրից 100,000-ական դրամ պարտքով վերցել է, նույն 100,000 դրամի մասին է խոսքը։ Մինչև վերջնակետին հասնելը 100,000 դրամը յուրաքանչյուր դեպքում 20,000 դրամ հարկվելու արդյունքում փաստորեն 100,000 դրամը դառնում էր 0 դրամ։ Այսինքն ընդհանրապես պարտքի մարումը տեղի ունեցել, բայց 100,000 դրամը, որ գնա հասնի վերջնակետին փոխատուին, այսինքն պարտքը տրամադրողին, դառնում է 0 դրամ հավելյալ հարկելու պատճառաբանությամբ։ Նաև առաջացնում էր պատասխանատվություն հարկային վարչական եւ քրեական պատասխանատվություն, դե նշվածը բնականաբար ավելորդ տեղ մարդկանց գումարները 20%-ով հարկելու պարագայում աղքատության խորացման էր հանգեցնելու, տոտալ վերահսկողություն է սահմանում իշխանությունը հայ հասարակության վրա եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ տնտեսական բռնության գործիք որպես կիրառելու է եւ հայ հանրությանը ուղղակի մահակ է, այսպես տնտեսական մահակը ձեռքը բռնած, տնտեսական մահակը վերածելու քաղաքական մահակի, սոցիալական մահակի եւ այսպես շարունակ բոլորին անհատապես մշտական վերահսկողության տակ է պահելու։ Հանգեցնելու է նշված արտագաղթի ծավալների ավելացման, ներգաղթի ծավալների կրճատման եւ բանկային գաղտնիքի տիրապետման, որը ամենավտանգավորն է այս պարագայում։ Հաջորդ կետով ինչ են իշխանությունները փոփոխել հոկտեմբեր ամսին վերջին օրենսդրական փոփոխություններով։ Հիշում եք, որ ասում էինք հայտարարագրիչը ներկայացնելը ենթադրում է 3 տեսակ պատասխանատվություն՝ վարչական, քրեական եւ հարկային պատասխանատվություն։ Վարչական պատասխանատվությունը հանեցին։ Այսինքն այն հարցերը հարգելի քաղաքացիներ, որ մեր գրասենյակներին զանգահարում եւ դիմում եք կամ ինչ շատ տեղերում հարցնում եք, ինչ է հասնում եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար,
5,000 դրամ, 10,000 դրամ եւ կային նաեւ սոցիալական որոշակի խմբերում համար տուգանք 50,000 դրամ էր, սրանք բոլորը չեղարկվել են։ Որևէ մեկ ձեզ չի կարող տուգանքի ենթարկել։ Վարչական տուգանքի մասին է խոսքը։ Որովհետեւ ներդրվել է եկամուտային հարկի տարեկան հաշվարկի ՊԵԿ-ի կողմից նախալրացման ինստիտուտ, սա գիտեք, նախալրացման ինստիտուտը այնպիսի պաթոսով են արտասանում, կարծես ինչ-որ յուրահատուկ գործողություն են կատարել։ Տվյալները, այսինքն աշխատավարձային տվյալները, կենսաթոշակները, սոցիալական նպաստների բոլոր այսպիսի տվյալները կան պետեկամուտների կոմիտեում, այսինքն նախալրացնել հաշվարկը, թե չնախալրացնել, այսպես թե այնպես այս ինֆորմացիան իրենց մոտ գեներացված է եւ կա։ Եվ նախալրացնել սա իհարկե կատարել են նրա համար, որ վերջում բարձրաձայն են ասեն մենք այդ քայլ չենք կատարել, ուղղակի մեր հասարակության համար իրականացնում ենք նախալրացնում, ձեր փոխարեն մենք ենք գործը կատարում։ Եթե գնան նախալրացման տարբերակով, ֆիզիկապես ուղղակի չեն կարողանալու հասցնեն, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնեն եւ կարողանան կուտակեն ու անհատական հաշվառումը վարել։ Հաջորդ փոփոխությունը, որ կատարել են, ուրեմն մայիսի 1-ի ժամանակահատվածը դարձել են հուլիսի 1, սա բնականաբար չենք ներկայացնում, մեզ չի էլ հետաքրքրում մայիսի 1 կլինի վերջնաժամկետը, թե հուլիսի 1 կլինի։ Հայտարարման պարտականությունների վերաամրագրում են իրականացրել դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Ձևակերպման փոփոխություն են կատարել, ասում են հայտարարագիր պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձը։ Հերթական մանիպուլյատիվ ձևակերպումն է այստեղ տեղի գտել, տեսեք ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենցիան վերաբերյալ, օրինակ, երբ որ մենք շատ թմկարում էինք, ասում ենք արտագնա աշխատանքի մեկնողները պետք է 20% հարկ վճարեն դրսում ստացած եկամուտներից, մեզ պատասխանում էին, ասում են, եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն, ապա չեն վճարի, որովհետև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում Հայաստանի Հանրապետությունում 183 օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, բայց մի բան այստեղ բաց են թողնում, դրա մասին չեն խոսում։ Նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն անձը, ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Կենսական շահերի կենտրոն ասելով հասկանում ենք այն երկրում, որտեղ կենտրոնացված է անձի ընտանիքը, բնակարանը, հիմնական իր ապրուստի ապրելու վայրը։ Իսկ դա պատկերացրեք, արտագնա աշխատանքի մեկնողների, եթե նույնիսկ 6 ամսով չեն մեկնում արտագնա աշխատանքի, այլ 9, 10, 11 ամսով են մեկնում, բայց նրանց տունը, ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, սա նշանակում է, որ նրանց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է եւ նրանց աշխատած, դրսում աշխատած ամբողջ գումարները ենթակա են 20%-ով հարկման։ Հետևաբար, սիրելի արտագնա աշխատանքի մեկնողներ, եթե դուք հանկարծ կլսեք այսպիսի մանիպուլյացիաների իշխանությունների կողմից, դուք միանգամից իմացեք, որ դա կեղծիք է եւ այդպիսի բան գոյություն չունի։ Ուղղակի փորձում են այսպիսի մանիպուլյատիվ դրսևորումներով, ձևակերպումներով փորձում են այդ դիմադրությունը որոշակի նվազեցնել կամ ջարդել ընդհանրապես։